Երևանում մայիսի 26-ին մեկնարկել է Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Համաժողովին մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այլ անդամներ եւ պաշտոնյաներ։ Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Համաժողովին մասնակցում են նաև Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Ֆորումի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին եւ խաղաղության պայմանագրին։ Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ադրբեջանի հետ կարողացել ենք համաձայնեցնել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։ Փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել եւ ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, ապա այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն, ասել է վարչապետը։ Փաշինյանը նշել է նաեւ, թե հասարակությանը կհամոզեն, որ այդ փոփոխություններն արվի, որպեսզի Հայաստանը հասնի տևական խաղաղության։ Ազգային ժողովում չեղարկվել է վճարի դիմացին որական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշել է, որ պատճառը այլ հրատապ քննարկման հարցերն են։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանն էլ, ով նախագծի հեղինակն է, նշել է, թե հանրային լայն շրջանակները մեծ սպասում ունեն նախագծից։ Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգելու, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը կանխելու է Հայաստանից արտագաղթ եւ քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երևույթը, որ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք եւ այն խեղված վիճակը, որը առկա է զորակոչի համակարգում։ Հետամուտ պետք է լինենք, որպեսզի մինչեւ առաջիկա զորակոչի օրը, այսինքն մինչեւ հուլիսի սկիզբ, օրենքը ընդունվի երկու ընթերցումներով եւ մտնի օրինական ուժի մեջ, իր հետ բերելով բոլոր այն դրական հանգամանքները, որոնք ես նշել եմ, ասել է նա։ Հիշեցնենք, որ որոշման նախագծի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ եւ 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պայմանով։ Փաշինյանն ուզում է ստեղծել աղքատների բանակ։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների պատկերացումներում հզոր բանակ չկա, ուստի շարժվում են ապառազմականացման ճանապարհով։ Կրկահաճո իշխանության համար խաղաղության օրակարգը ըստ իրենց անխուսափելի մի բան է, ամեն ինչ անցնելով, ամեն ինչ զիջելով, խաղաղություն են բերում իբր։ Ապա իրենց կոնցեպտի մեջ, իրենց ընկալումներում գոյություն չունի հզոր բանակի պատկերացում, չկա հզոր բանակի հեռանկար, որովհետև իրենք ըստ իրենց բերում խաղաղություն, խաղաղության օրակարգում չպետք է լինի իմաստիկ, իբր իմաստ չունի ավելի մարտունակ հզոր բանակի կարևոր լինելը։ Իհարկե բացահայտ այդ մասին չեն ասում, բայց իրենց արարքները, իրենց ձեռագիրը հուշում է, որ իրենք հենց այդ կոնցեպտի կողմնակիցն են։ Ադրբեջանն էլ պահանջում է ապառազմականացում վերանալ։ Հիմա այս բարեփոխում ասվածի լոգիկան իհարկե իրենք քողարկում են իբր բանակի համար օգտակար ինչ-որ հեռանկարով, այդ շղարշով, իբր թե գումարներով ունելու են ավելի բանակի մարտունակությանը բարձրացնելուն եւ այլն, բայց իրականում տեսեք, բանակը քանդելու, բանակը ավերելու, բանակին բարոյական հարված, ոչ միայն բարոյական հարված հասցնելու ամենակարճ ճանապարհն է հնարավորություն տալը, որ ով ավելի միջոցների տեր է իր երեխային արտոնյալ կարգով ծառայի։ Ըստ էության իրենք հիմա գումարով հնարավորություն են տալիս, որպեսզի մարդկանց մի ինչ-որ հատված իրենց երեխեքին ծառայության տա արտոնյալ տարբերակով։ Ինչ է ստացվում, մի շատ նվաստացնող, շատ բացասական ու վտանգավոր բարոյահոգեբանական աուրայով արտահայտություն կա աղքատի բանը։
Կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը։ Գիրքն ուղեցույց է Հայաստանի շուրջ ծանրացած մարտահրավերներին դիմակայելու, ավելի ամուր եւ հոգեվոր արժեհամակարգով Հայաստան կառուցելու մասին։ Թե ինչ պետք է անի հայոց եկեղեցին պետական կառավարման համակարգի եւ ազգային ինստիտուտների բարելավման համար, ինչպես պետք է պետությունն օգտագործի եկեղեցու ներուժն ու հավատի ուժը։ Մայիսի 25-ի կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 7-ը Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում ոչնչացվել են 110 ինքնաթիռ անօդաչու թռչող սարքեր, որոնք ուղղված են երկրի տարբեր շրջաններին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անօդաչու թռչող սարքերի ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Տուլայի շրջանում, որտեղ խոցվել է 16 սարք։ Բրյանսկի եւ Կալուգայի մարզերում ոչնչացվել է 14 անօդաչու թռչող սարք, Մոսկվայի մարզում եւ Թվերի մարզում 13, Բելգորոդի եւ Կուրսկի մարզերի երկնքում ոչնչացվել են 10 ԱԹՍ։ Բացի այդ, Օրիոլի մարզում խոցվել է 8 անօդաչու թռչող սարք, 7 Ղրիմի հանրապետության տարածքում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով մեկական սարք ոչնչացվել է նաեւ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի եւ Նովգորոդի մարզերում, իսկ երկուսը Սմոլենսկի մարզում։ Տուժածների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ԱՄՆ կառավարությունը որոշել է դուրս բերել իր զորքերի մեծ մասը Սիրիայից, ծրագրելով զինվորներին թողնել միայն մեկ ռազմաբազայում որպես խորհրդանշական ներկայություն։ Այս մասին գրում է թուրքական Թուրքիա թերթը, հղում անելով ազգային անվտանգության գործակալություններին։ Հրատարակությունը նշում է, որ այս որոշման հիմնական պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի խնդիրներին միջամտելու դժկամությունն է։ Ըստ հոդվածի, ամերիկացի առաջնորդը վախենում է, որ սա որևէ էական օգուտ չի բերի Վաշինգտոնին։ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել է, որ իր երկիրը մոտ ապագայում կճանաչի Պաղեստինի անկախությունը։ Մալթայում արդեն Պաղեստինի դեսպան կա եւ 2024 թվականին երկիրը պաշտպանել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը ճանաչում է Պաղեստինի կազմակերպությանը լիիրավ անդամակցության իրավունքը, բայց դեռ պաշտոնապես չի հայտարարել Պաղեստին պետության ճանաչման մասին։ Ըստ Աբելայի հայտարարությունը կհրապարակվի հունիսի 20-ին Սաուդյան Արաբիայի եւ Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպված միջազգային համաժողովում։ Մալթայի իշխանությունների ներկայացուցիչները հասկացրել են, որ իրենց երկիրը միակը չի լինելու, որը կհայտարարի Պաղեստինի ճանաչման մասին համաժողովում։ Ըստ Աքսիոսի, Ֆրանսիան նույնպես մտադիր է հունիսին ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է 2025 թվականին ապրիլին առաջիկա ամիսներին նման հայտարարություն անելու պլանների մասին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքը, եթե Բանդերայի ռեժիմին ռազմական օգնությունը շարունակվի։ Քաղաքական գործիչ իր Telegram ալիքին կցել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կարմիրով նշված բուֆերային գոտին աստիճանաբար գրավում կապույտով նշված Ուկրաինայի ամբողջ տարածքը։ 14 վայրկյան տևողությամբ տեսանյութի վերջում Ուկրաինայի մեծ մասը ներկված է կարմիր գույնով։ Կապույտ գույնի մի փոքր տարածք մնացել է միայն Լեհաստանի մոտակայքում։ Եթե Բանդերայի ռեժիմին ռազմական օգնությունը շարունակվի, բուֆերային գոտին կարող է այսպիսի տեսք ունենալ, գրել է Մեդվեդևը հրապարակված տեսանյութի տակ։ Իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով Գազայում պաղեստինցի զոհերի թիվը մոտենում է 54,000-ի։ Ինչպես հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը, մասնավորապես վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներում գրանցվել է 38 զոհ, ինչպես նաև 204 վիրավոր։ Հաղորդագրության համաձայն նշված վիճակագրությունը չի ներառում հյուսիսային Գազայի հիվանդանոցների տվյալները, պայմանավորված դրանց հասանելիության խնդրով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դիվանագիտական թուլությունը հանգեցրել է Կիևի կողմից ռազմական նախաձեռնության կորստին, ինչպես նաև Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին հաղորդում է պորտուգալական Պուբլիկո թերթը։ Զելենսկին գիտակցում է իր թուլությունը դիվանագիտության մեջ, քանզի բանակցային գործընթացում ռազմական նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին։ Արտաքին ավելի ուժեղ եւ ազդեցիկ խաղացող ԱՄՆ-ն ուզում է հաստատել արագ խաղաղություն, նույնիսկ եթե դա ձեռնտու է Մոսկվային։ Գրում է Պարբերականը։ Նյութի հեղինակները նշել են, որ եթե ԱՄՆ-ն դադարի ջանքեր գործադրել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, ապա դա լավագույն միջոցը կլինի արագացնելու Ուկրաինայի հանձնումը Ռուսաստանին։ Ինչպես հայտնել ենք, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիկան այցով ժամանել է Ադրբեջան։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի եւ էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ։
Մենք անկեղծ եւ մանրամասն զրույց ունեցանք Ուկրաինա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն դարձվեց ռուսական ագրեսիային վերջ դնելու եւ արդար ու տևական խաղաղության հասնելուն։ Ես անձամբ շնորհակալություն հայտնեցի նախագահ Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաեւ ձմռանը մարդասիրական եւ էներգետիկ օգնության տրամադրման համար։ Մենք քննարկել ենք Ուկրաինա-ադրբեջանական ռազմական գործընկերության զարգացման հետագա քայլերը։ Այս համատեքստում մեծ նշանակություն կունենա Ադրբեջանի մասնակցությունը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, որը կկայանա հուլիսի 10-ից 11-ը Հռոմում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վարչական արձակուրդի է ուղարկել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ավելի քան 100 աշխատակցի։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրներին։ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան Մաքքորմակը էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում տեղեկացրել է կասեցված աշխատակիցներին, որ նրանք 30 րոպե ունեն աշխատավայրը լքելու համար։ Ասվում է հոդվածում։ Հեռուստաալիքի տվյալներով նույն նամակում աշխատակիցներն տեղեկացվել է, որ նրանք կարող են ավելի ուշ վերցնել իրենց իրերը, եթե այդ օրը բացակայեն աշխատանքից։ $590,000 հափշտակությանը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գորգ Թադևոսյանը։ Տեղեկատվության համաձայն այս պահին ձերբակալված է 2 անձ, սակայն ձերբակալությունները շարունակվում են։ Ավելին, այնպես են պլանավորել ենթադրյալ հանցագործները, որ անգամ իրենց բռնվելուց հետո իրավապահները հափշտակված գումարը չգտնեն, սակայն գումարի զգալի մասը հայտնաբերված է։ Օպերացիան իրականացրած հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարության աշխատակիցները բացահայտել են, որ կոմիտեի շենք մտած անձը սիլիկոնե դիմակ է կրել և այլ կերպար ստացել։ Ռուսական բազմաֆունկցիոնալ մեկտեղանի Su-57 կործանիչը հագեցվել է արհեստական բանականության օգնականով, որը ըստ էության երկրորդ օդաչուն է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռոսօբորանէքսպորտի աղբյուրին։ Ռուսաստանի Միացյալ ավիաշինական կորպորացիան ներդրել է արհեստական բանականության համակարգ Su-57 բազմաֆունկցիոնալ մեկտեղանի գաղտնի կործանիչի օդաչուներին աջակցելու համար, հայտնել է գործակալության աղբյուրը։ Ըստ ՌԻԱ Նովոստիի համակարգը, որը օդաչուին ակնարկներ է տալիս քրիտիկական պահերին, կարտահանվի նաև այլ երկրներ։ Արհեստական բանականության օգնությամբ օդաչուն կկարողանա կենտրոնանալ մարտական սցենարներում ավելի կարևոր խնդիրների վրա, ինչպիսին է զենքի օգտագործումը։ Եվրամիությունը շարունակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, վախենալով իր հեղինակության համար։ Նոր սահմանափակումներ չներդնելը կնշանակի եվրոպացի առաջնորդների անօգնականությունը սեփական ընտրողների աչքերում։ Այս մասին 10-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ, Դոնեցկի ժողովրդական հանրապետության արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Նատալիա Նիկանորովան։ Եվրոպայի կողմից նոր հակազդեցություններ չձեռնարկելը ներքին լսարանի աչքում կթվա, թե ինքն էլ է անօգնականություն դրսևորում, ընդգծել է նա։ Նրա խոսքով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը չի ունեցել այն ազդեցությունը, որի հույսն ուներ Բրյուսելը։ Միևնույն ժամանակ Եվրոպայի համար ամեն անգամ ավելի ու ավելի դժվար է դառնում միասնության հասնել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր սահմանափակումների հարցում։ Մայիսի 20-ին Եվրամիությունը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ Ռուսաստանը ենթադրաբար կարող է ներգրավված լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի տան հրկիզման գործում։ Այս մասին հայտնել է Financial Times-ը, հղում անելով թագավորության կառավարությունում իր աղբյուրներին։ Բրիտանական անվտանգության պաշտոնյաները հետաքննում են, թե արդյոք Ռուսաստանը ներգրավված է եղել Սթարմերի հետ կապված գույքի հրկիզումների մեջ, ասվում է զեկույցում։ Times թերթը հաղորդել է Սթարմերի տանը մայիսի 12-ին բռնկված հրդեհի մասին։ Ըստ պարբերականի հրդեհը վնասել է շենքի մուտքի դուռը։ Տունը, որտեղ վարչապետը ապրել է գրեթե 20 տարի, նախքան Դաունինգ Սթրիթում գտնվող իր պաշտոնական նստավայր տեղափոխվելը, գտնվում է Լոնդոնի հյուսիսում, Countess Road-ում։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն Մեծ Բրիտանիայի վարչապետը վարձակալության է տվել իր տունը։
ԱՄՆ-ն եւ Արևմուտքի մյուս երկրները մտահոգված են Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Մալայզիայի մերձեցմամբ, այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի դիվանագիտական նախաձեռնությունները տարակուսանք են առաջացրել Մալայզիայի դիտորդների շրջանում։ Նրանք մտահոգված են Մալայզիայի առաջնորդը չափից ավելի է մտերմանում Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ Նշված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Մալայզիայի ղեկավարը ձգտում է դիվերսիֆիկացնել առևտրային հարաբերությունները, ինչին աջակցում է Ռուսաստանը, որը ցանկանում է դառնալ Կուալա Լումպուրի գործընկերը։ Միևնույն ժամանակ Մոսկվան նաև հանդես է գալիս BRICS-ին Մալայզիայի միանալու օգտին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը մայիսի 26-ից 27-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Այս մասին հայտում է TRT Global-ը։ Այցի ընթացքում նախատեսվում է Ֆիդանի ընդունելությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ Ինչպես 2024 թվականին, այնպես էլ 2025 թվականին դատարանն անվավեր է ճանաչել կարմիր գծերի թանկացումը։ Մայր Հայաստան ավականու խմբակցության բողոքը բավարարվել է։ Այս մասին գրել է Մայր Հայաստան ավականու խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ Բանակը համալրելու համար ոչ թե պատժողական քաղաքականություն պետք է որդեգրել, այլ խրախուսական։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետմնացական Բիչախչյանը։ Ինչ եք ուզում անել, նոր ծնված երեխային ասում ենք դու գումարային պարտքով ես ծնվում, հակառակը պետք է անել, ով 1 տարի ծառայի ստանա 10 միլիոն, 2 տարի ծառայի 20 միլիոն։ Պետություն քաղաքացի հարաբերություններում փոխադարձ պարտավորության կապը պետք է ամրագրել։ Պետություն, ես քեզ տալիս եմ զինվոր, դու էլ զինվորի կյանքը բարելավի։ Բոլորիս էլ հայտնի է, որ բանակի համալրման խնդիր ունենք, բայց սա լավագույն լուծումը չէ։ Գույքային տարբերակում դնելով հասարակությունն ու բանակը բաժանում ենք աղքատների ու հարուստների։ Խորը վերլուծեք, փոփոխությամբ արտագաղթը չխթանեք ավելի։ Բացի այդ, փոփոխությունը հակասահմանադրական է, որի մասին գրված է հենց ազգային ժողովի կողմից տրված եզրակացությունում։ Ինչպես քաղաքացիություն ստանալը, այնպես նաև դադարեցնել անձի սահմանադրական իրավունքն է։ Գույքային խտրականությամբ արգելվում է տարբերակում դնել, ով հարուստ է, իրավունք ունի փոխել քաղաքացիությունը, ով աղքատ է, ծառայի հարուստներին։ Գերմանիան պետք է Լիտվայից դուրս բերի Բունդեսվերի բրիգադը, որը տեղակայված է Ռուսաստանի հետ սահմանին։ Նման պահանջով հանդես է եկել Գերմանիայի падգամավոր Սարա Վագենկնեխտը։ Մենք պահանջում ենք Բունդեսվերի հեռացումը Լիտվայից, դա շատ ավելի խելամիտ կլիներ, քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի սահմանումը, հայտարարել է падգամավորը։ Նրա խոսքով պետք է դասեր քաղել պատմությունից եւ ռազմատենչ հայտարարությունների փոխարեն կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Եմեն ոչ մի կերպ չի մեկնաբանել Ռուսաստանի շրջանների վրա Ուկրաինայի զինվորական ուժերի դրոնների հարձակումները, որոնք ուղղված էին բնակչության ահաբեկմանը, նշել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով գերեզմանային լռություն հաջորդել էր նաև հաղթանակի օրվա նախաշեմին Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ շրջանների վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակումներից հետո։ Այժմ այդ նույն ճարպոտ վարազները Փարիզում, Բերլինում եւ Լոնդոնում վայրի ճիշտ կբարձրացնեն ուժի անհամաչափ օգտագործման 30-օրյա հրադադարի հրատապ անհրաժեշտության եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, հավելել է փոխնախագահան։ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի նրանով, որ Կիևը ստիպված կլինի ստորագրել կապիտուլյացիան։ Հակամարտության նման ելք է կանխատեսել ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։ Ոմանք ասում են, որ Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ, ոչ, ՌԴ կհաղթի եւ Ուկրաինան ստիպված կլինի անվերապահորեն հանձնվել, ասել է նա։ Նրա խոսքով Ռուսաստանի կողմից զիջումների անհրաժեշտության մասին խոսակցությունները ավելի ուժեղ կողմին թույլատնելու փորձեր են։ Ջոնսոնը հավելել է, որ Ուկրաինայի ներկայիս իրավիճակի համար պատասխանատու են ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի երկրները, քանի որ առանց նրանց օգնության հակամարտությունն այդքան հեռուն չէր գնա։ Միայն լրացուցիչ պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին դադարեցնել կրակը։ Հրադադարի նման միջոց է առաջադրել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Միայն լրացուցիչ պատժամիջոցները կստիպեն Մոսկվային դադարեցնել կրակը, հայտարարել է նա։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Կիևը նոր պատժամիջոցային քայլեր է սպասում ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ իր բոլոր գործընկերներից։
Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ստացել է տասնյակ միլիարդավոր դոլարների պատվերներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Զենք եւ ռազմական տեխնիկայի տեսակների մեծ մասն անընդհատ կատարելագործվում եւ արդիականացվում է, ինչը զգալիորեն բարձրացնում է դրանց մարտավարական եւ տեխնիկական բնութագրերը, հեռահարության, ճշգրտության եւ կրակի վնասի առումով։ Ռուսաստանը պահպանում է իր առաջատար դիրքը համաշխարհային զենքի շուկայում, լինելով արտահանողների հնգյակում։ Նման ցուցանիշը եւս մեկ անգամ հաստատում է արտադրվող ռազմական արտադրանքի որակը, հուսալիությունը եւ արդյունավետությունը։ Ռազմական գործողությունների վարման ռուսական փորձը, ներառյալ մարտավարության փոփոխությունները եւ սպառազինության տեխնիկական կատարելագործումն ուշադիր ուսումնասիրվում է արտերկրում։ Համաշխարհային զենքի շուկայի ապագան կայանում է առաջադեմ մշակումների, այդ թվում արհեստական բանականության կիրառման մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եւ նրա հիմնական ուղերձը կլինի կոչ անել դաշնակիցներին զգալիորեն ավելացնել պաշտպանության ծախսերը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը։ Մենք ակնկալում ենք, որ նախագահ Թրամփը կմասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Հիմնական ուղերձը կլինի ֆինանսական բեռի բաշխումը։ Նախագահը հստակեցրել է, որ եվրոպացի եւ կանադացի դաշնակիցները պետք է համապատասխանեն Միացյալ Նահանգներին պաշտպանական ծախսերի առումով, ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հռոմի Պապ Լևոն 14-ին հրավիրել է այցելել կազմակերպություն, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մասնավորապես պատրաստակամություն է հայտնել զարգացնելու միավորված ազգերի կազմակերպության եւ Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը։ Գլխավոր քարտուղարը հրավիրել է նորին սրբությանը, այցելել միավորված ազգերի կազմակերպություն։ Նա անհամբեր սպասում է նորին սրբության հետ հանդիպմանը, քննարկելու համատեղ ջանքերը մեր անհանգիստ աշխարհում ընդհանուր արժեքները առաջ մղելու համար, ասել է Հաքը։ Համբուրգի կենտրոնական կայարանում դանակով հարձակման զոհերի թիվը հասել է 12-ի 3-ի կյանքը վտանգի տակ է, հայտնում է NDR-ը։ Հրշեջ ծառայության խոսակի խոսքով 3 մարդ ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, 3-ը լուրջ, իսկ 6-ը թեթև վնասվածքներ, հաղորդում է NDR-ը։ Ավելի վաղ Bill-Թերթը հայտնել էր, որ 8 մարդ վիրավորվել է, իսկ 1 կին ձերբակալվել։ Իր հերթին քաղաքային ոստիկանությունը մինչ այժմ միայն հաստատել է այն փաստը, որ կայարանում ուժեղացված ծառայություն է իրականացվում։ ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը եւ հույս ունի, որ այն կշարունակվի, հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի խոսակի տեղակալ Ֆարհան Հաքը։ Մենք հույս ունենք, որ ռազմագերիների փոխանակումը կշարունակվի եւ կդառնա իրավիճակի լիցքաթափմանն ուղղված ընդհանուր ջանքերի մի մասը, ասել է Հաքը պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Ռուսաստանը վերադարձել ուկրաինական գերությունից 270 զինծառայող, ինչպես նաեւ 120 քաղաքացիական անձի, այդ թվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գերեվարված Կուրսկի մարզի քաղաքացիական անձանց։ Փոխարենը ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինացի 270 ռազմագերի եւ 120 քաղաքացիական անձ է փոխանցվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ վերադարձված ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձիկ այժմ գտնվում են Բելարուսում եւ նրանց տրամադրվել է անհրաժեշտ հոգեբանական եւ բժշկական օգնություն։ Ռուսական կողմի նախաձեռնած լայնածավալ փոխանակումը նախատեսվում է շարունակել առաջիկա օրերին։ Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների դատավարության հերթական նիստը։ Այսօր հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու մասին։ Նա ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր բանակցել Ադրբեջանի հետ եւ վերջնական համաձայնության հասնել։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին։ Հիշեցնենք, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ այլք։ Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։
Այսօր ժամը 10:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարի գետում Հրազդան ջեկի մոտակա կամրջի մոտ հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Այս մասին գրել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը, գրել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է մի շարք գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են երկրի միջուկային էներգիայի արդյունաբերության արագացմանը, այդ թվում նոր ռեակտորների համար կարգավորիչ պահանջների մեղմացմանը եւ միջուկային էներգիայի արդյունաբերության եւ պաշտպանության նախարարության միջև համագործակցության ամրապնդմանը։ Սպիտակ տան կողմից միջոցառման հերարցակման համաձայն ամերիկացի առաջնորդը Օվալաձև աշխատասենյակում կայացած արարողության ժամանակ ստորագրել է ընդհանուր առմամբ 4 փաստաթուղթ։ Մեր առաջին հրամանը վերաբերում է պաշտպանական օբյեկտների, ինչպես նաև արհեստական բանականության վրա կենտրոնացած օբյեկտների համար անհավանական քանակությամբ էներգիայի անհրաժեշտությանը։ Այս հրամանը կարագասի նման օբյեկտներում մասնագիտացված միջուկային ռեակտորների հաստատումն ու ընդունումը, ասել է նա, առաջին հրամանը ստորագրելուց առաջ։ Նա նաև հավելել է, որ հրամանագիրը կստեղծի հատուկ ներկայացուցիչի պաշտոն Միացյալ Նահանգներում եւ ռազմավարություն միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը համաձայն Սիրիայի հետ գործարքներ կատարելու նոր լիցենզիայի չեղարկել է սիրիական ավիաընկերությունների, մի շարք բանկերի եւ նավագնացության ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, սակայն նշել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության հետ գործարքները շարունակում են արգելված մնալ։ Այս ընդհանուր լիցենզիան թույլ չի տալիս Ռուսաստանի Դաշնության կառավարության, Իրանի կառավարության, Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կառավարության համար կամ նրանց անունից որևէ գործարք կատարել կամ կապված լինել ապրանքների, տեխնոլոգիաների, ծրագրային ապահովման միջոցների ֆինանսավորման կամ ծառայությունների փոխանցման կամ տրամադրման հետ դեպի Իրաք, Ռուսաստան կամ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունից կամ Իրանից, ասվում է լիցենզիայում։ Լիցենզիայի հավելվածում թվարկված են այն ընկերությունները, կազմակերպությունները եւ անհատները, որոնց հետ այժմ թույլատրվում են գործարքներ կատարել, այդ թվում Սիրիական արաբական ավիաուղիները, Սիրիայի առևտրային բանկը, Սիրիայի կենտրոնական բանկը, Սիրիական գազային ընկերությունը, Սիրիական նավթային ընկերությունը, Լաթակիայի նավահանգիստը, Սիրիայի էներգետիկայի նախարարությունը եւ Սիրիայի զբոսաշրջության նախարարությունը։ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլ էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի տեսլականի իրականացման առաջին քայլը Սիրիայի եւ Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների վերաբերյալ։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների հետ Սիրիայի հարաբերություններում, ասել է Ռուբիոն պետդեպարտամենտի կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլն ավարտվել է առանց որևէ համաձայնության։ Կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները, հաղորդում է Wall Street Journal-ը։ Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանն ու Միացյալ Նահանգները ավելի մեծ փոխըմբռնման են հասել Հռոմում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո։ Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլն ավարտվեց առանց համաձայնության, սակայն կողմերը համաձայնեցին շարունակեն քննարկումները։ Պնդում է հրատարակությունը։ ԱՄՆ-ն եւ Իրանը ձգտում են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրեր, իսկ համաձայնագրի կարևոր մանրամասները նախատեսվում է քննարկել ավելի ուշ։ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի կարևոր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար, քան միջնորդ լինելը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ասել է միջազգային եւ անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Սաբինա Ֆիշերը։ Այս մասին հայտնում է Շպիգելը։ Նրա խոսքով Թրամփը կարող է հրաժարվել հակամարտության կարգավորման հարցում միջնորդությունից, եթե այդ գործընթացը խոչընդոտ դառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար։ Ֆիշերը հավելել է, որ ուկրաինական կողմը Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումներն ընկալում է որպես պոտենցիալ սպառնալիք։ Եվրամիության երկրները պետք է պատժամիջոցներ սահմանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ լրագրողների հետ կապված ամբողջ դաշինքի դեմ ապակայունացնող գործունեության համար։ Այս մասին հայտնել է Բերլիներ Ցեյտունգի թղթակիցը։ Նա ասել է, որ ֆոն դեր Լեյենը պետք է պատժի ենթարկվի, քանի որ նա օգտագործում է իր ուժը հասարակությունից թաքցնելու պատվաստանյութերի խարդախության մասին փաստաթղթերը։
Ավելի վաղ քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ասել էր, որ ֆոն դեր Լեյենը շատ թշնամիներ ունի Եվրամիության կառավարությունում, ուստի COVID-19-ի պատվաստանյութերի հետ կապված սկանդալը կարող է վերջնականապես փչացնել նրա հեղինակությունը։ Հնարավոր է նաև, որ նրա հրաժարականի կոչեր հնչեն։ Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի տարածքում մայիսի 27-ին կեսօրից հետո 28-ից 30-ին, գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մայիսի 27-ի երեկոյան 28-ից 30-ին, գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։